Հիմա շատ են խոսում ջուր խմելու մասին, ու այսօր կուզեի կիսվել մի քանի կարևոր կետերով, որոնք որ եթե չենք պահպանում, ջուրը ինքը ինչքան էլ օգտակար բան է, ոնց որ ասում ենք ջուրը այդ կյանքը ու իսկապես էլ այդպես է, բայց եթե այս 5 բարձ կանոնները չենք պահպանում, ջուրը կարող վերածվի մարդու համար թույնի։ Ամենաառաջին սխալը, որը կարելի է ջուր խմելու հարցում թույլ տալ, այդ է նա, երբ որ մենք կոնկրետ ֆիքսված ինչ-որ քանակ ենք վերցնում օրվա ընթացքում խմելու ու ամեն ձևով, չգիտեմ, ինչ-որ հիշեցումներով, հեռախոսի application-ներով փորձում ենք այդքան քանակի ջուր անպայման խմել, օրինակ օրը 3 լիտր։ Իրականում արևելյան բժշկությունը սովորացնում է, որ ոմանց համար շատ ջուր խմելը կարա առողջական լուրջ խնդիրների բերի, կարան ջրի կուտակումներ առաջանան օրգանիզմում, այդ շատ սերտ կապված է նրա հետ, թե մարդու օրգանիզմը ինչ տիպի է, ընդհանրապես արևելյան բժշկության մեջ 3 տիպեր կան, մեկը կոչվում է վատա, երկրորդը պիտա, երրորդը կապխա, ու հատկապես երրորդ տիպի մարդկանց համար, ում մեջ որ ջրի նյութափոխանակությունը մի քիչ դանդաղ է տեղ ունենում ու հաճախ ջուրը կուտակում է օրգանիզմում, իրանց համար օրինակ շատ անցանկալի է մեծ քանակությամբ ջուր խմելը։ Դրա համար այդքան էլ իրականում ճիշտ մոտեցում չի, երբ որ մենք ինչ-որ ֆիքսված քանակ ենք վերցնում, որովհետեւ օրը այդքան խմենք, այդ կարա օգնի ամենասկզբում, երբ որ մենք դերևս ծարավ չենք զգում։ Իրականում ծարավը մի շատ հետաքրքիր բան է, որ երբ որ մենք ծարավ ենք ապրում, դաժե կարող է օրվա մեջ զգալ, ինչ որ մի բան ծարավում ես, հետո մի քիչ ժամ ջուր չես խմում, այդ ծարավը անցնում է։ Ինչի որովհետեւ օրգանիզմը ինքը սովորում է այդ ջրի հարցը ինչ որ ներքին անցանկալի process-ների միջոցով լուծել, ինչ որ տեղից այդ ջուրը վերցնում, որտեղից որ պետք չէր վերցնել, ու այդ ծարավը անցնում է։ Ու այդպես էլ կյանքում է լինում, մի օր, 2 օր, մի շաբաթ, մի ամիս ծարավը անտեսում ես ու ծարավը անցնում է։ Ինչ որ մի բայի ամբողջ օրվա ընթացքում ջուր չես խմում, ոչ էլ ծարավ ես զգում, ու այդպիսի իրավիճակում ամենասկզբում կարա օգնի, որ դու օրինակ դնում ես, որ օրը 1 լիտր պետքա ջուր խմեմ, ոչ 3, 4, 5 լիտր, նո օքեյ, օրը 1 լիտր կամ 2 լիտր ֆիքսում եմ, որ պետքա խմեմ, բայց այդ մի որոշ ժամանակ ամբողջ կյանքը այդպես չի կարելի անել, ինչ որ մի բայի, երբ որ ծարավը վերականգնվում է, շատ կարևոր է լսել օրգանիզմին ու ջուր խմել այն ժամանակ, երբ որ ծարավ ենք ապրում։ Իրական օրգանիզմը ինքը մեզ ամենալավ ու ամենաիմաստուն, ամենամեղմ ձևով հուշում է, մեզ երբ է պետք ջուր խմել, երբ պետք չի ջուր խմել, որովհետև երբ որ օրգանիզմն է մեզ հուշում, այդ լսում ենք հենց օրգանիզմի հուշումը, օրգանիզմը ինքը գիտի, թե ինքը ինչ տեսակի է, ինչքան ջրի կարիք ունի։ Դրա համար ամենալավ հուշումը գալիս օրգանիզմից, ու առաջին սխալը հենց դա է, երբ որ մենք անտեսում ենք օրգանիզմի ձայնը ու այդ փորձում ենք փոխարինել ինչ որ ֆիքս քանակի օրեկան ջրով։ Երկրորդ շատ անցանկալի բանը, որը կարելի է ջուր խմելու հարցում անել, այդ կանգնած ջուր խմելն է, հատկապես քայլելուց, էլ չասած վազելուց, ընդհանրապես կանգնած վիճակը, երբ որ մենք մի հատ էլ ջուր ենք խմում, օրգանիզմը դա շատ հաճախ բացառությամբ ինչ որ հատուկ են դեպքերի, շատ հաճախ ընկալում է որպես ստրեսային իրավիճակ, ու իրականում ստրեսային իրավիճակներում թե սննդի, թե ջրի նյութափոխանակությունը բարթանում է օրգանիզմում, որովհետև մարսողության կրակը թուլանում է։ Դրա համար շատ խորհուրդ եմ տալիս ջուրը խմել ոչ թե ինչ որ երուզերի մեջ, ոչ թե քայլելուց, նույնիսկ ոչ թե կանգնած, այլ մի բան նստել ու մի բաժակ ջուր վերցնել խմել։ Երբ որ նստած ենք, օրգանիզմի սիգնալ ենք տալիս, որ ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ ապահով է, ջուրը ավելի լավ կյուրացվի օրգանիզմի կողմից ու այդ չի բերի ինչ որ անցակալի հետևանքների ու այդ չեն կանի թույլ մարսողության կրակի ժամանակ։ Այս նույնը վերաբերում է իրականում նաև սնունդ ուտելուն, բայց այդ առանձին թեմա է, քանի որ հիմա խոսում ենք ջուր խմելու հետ կապված, կոնկրետ դրա վրա ենք ֆիքսվում։ Երրորդ սխալը ջուր խմելու հետ կապված, ընդհանրապես չի կարելի շատ մեծ քանակությամբ միանգամից ջուր խմել։ Երբեմն մարդիկ ամբողջ օրը չեն խմում, հետո եկել մի անգամ sense վերցնում են մի լիտրանոց ինչ որ բաժակով կամ կես լիտրանոց բաժակով միանգամից խմում են։ Այդքան էլ ցանկալի չի իրականում, որովհետև շատ ջուրը միանգամից օգտագործված նորից հանգցնում է մարսողության կրակը, իսկ մարսողության կրակը այդ շատ կարևոր բան է, արևելյան լեզվով կոչվում է ագնի, այդ այն կրակն է, որը օգնում է մարսել մեր կերած սնունդը, ու իսկ մենք բոլորս գիտենք, որ ջուրը այդ հանգցնում է կրակը, հա։ Դրա համար շատ կարևոր է, որ մեծ քանակությամբ միանգամից ջուր ենք խմում, այդ պատկերացի կրակի վրա միանգամից մեծ քանակությամբ ջուր ենք լցում։ Երբ որ քիչ ենք լցում, այդ կրակը չի հանգցնում, բայց եւ բերում է իր օգտակար էֆեկտը, որ ջուրը պետքա բերի։ Բայց երբ որ միանգամից շատ ենք խմում, այդ ձևով մեր մարսողության կրակը հանգցնում ենք։ Դրա համար նույնպես շատ կարևոր բան, օրվա ընթացքում հենց զգացինք ծարավ, մի կում, 2 կում, 3 կում, քիչ-քիչ խմել ջուրը, հա։ Եթե ինչ-որ չափ բաց ենք թողել, կարելի է մի քիչ ավելի շատ, բայց այդ սովորությունը, որ անընդհատ երկար ժամանակ ջուր չխմես, հետո մեծ բաժակով խմել, ընդհանրապես ցանկալի չի։ Դրա համար փորձեք օրվա ընթացքում, որպեսզի ջրի դրական էֆեկտը ստանաք առանց ինչ-որ վնասի, փորձեք ընդամենը օրվա ընթացքում փոքր կումերով, երբ որ զգում եք մի քիչ ծարավ շրթունքները չորանում են կամ բերանում չորություն եք զգում, ծարավի ինչ-որ նշաններ, մի փոքր քանակությամբ ջուր խմել։ Եթե այդ անենք, որոշ ժամանակ հետո, կարճ ժամանակ հետո նորից ծարավ կզգանք, նորից ջուր կխմենք։ Այդ ձևով մեր օրգանիզմը շատ sense բնական ու լավ ձևով կխոնավեցնենք ու միևնույն ժամանակ այդ բարիքը ստանալով նաև չենք վնասի մեր մարսողության կրակին։ Չորրորդ կոպիտ սխալը, երևի ամենակոպիտ սխալը ջուր խմելու հարցում այդ չափից դուրս սառուցով ջուր կամ ըմպելիքներ խմելն է։ Ընդհանրապես մենք
վերջերս ենք հնարել մարդկության պատմությունների տնենք երկար հազարամյակների, մենք վերջերս ենք իրականում սառն արան հնարել ու այդ առավել եւս սառցարան հնարել ու այդ սառույցով ջուրը իրականում խմելու համար այնքան էլ պիտանի չի, երբ որ մենք շատ սառը ջուր ենք խմում, մեր օրգանիզմը ստիպված է լինում այդ ջուրը մի հատ իր ուժերով տաքացնի, որովհետև մեր օրգանիզմը նախատեսված չի սառը ջուր մարսելու համար։ Դրա համար ինքը ստիպված է լինում մի հատ նախ տաքացնի այդ ջուրը, հետո նոր յուրացնի ու այդ ձևով համ ավելորդ ծանրաբեռնվածությունը մեր օրգանիզմի համար մեր մարսողության կրակը ծախսում այն շոբանի համար, որի համար որ չպետք է ծախսվեր, համ էլ օրգանիզմը սառացնում ենք ընդհանրապես արևելքում, դաժե երբ որ շատ շոկ է լինում օրվա ընթացքում եւ նույնը մարդիկ մի քիչ տաքոտ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր են խմում ու այդ ձևով քրտնում են ու այդ ձևով են հովանում, այդ մի հատ առանձին թեմա է, բայց կարևոր է ֆիքսել, որ չափից շատ սառը ջուրը հատկապես սնունդ ուտելու ժամանակ իրականում շատ անցանկալի բան է ու մարսողությունը մեծապես կանգնեցնում է իրականում, դժվարացնում է։ Իրականում չի կարելի նաև խմել շատ տաք ջուր, եռման ջուր, բայց շատ եռման ջուր խմելը դժվար է, ամեն դեպքում դրանից նույնպես պետք է խուսափել, այդ նույնպես անցանկալի հետևանքների է բերում, բայց կոնկրետ ֆիքսեք շատ սառը ջուր խմելը մեր հայերի մեջ մանավանդ շատ տարածված է, մանավանդ շոքին, հա, կան մարդիկ, ում որ պետք է իսկապես սառնոտ ջուր խմել, բայց այդ ավելի շատ ծարցե ջուրը չի, հա, մի թեթևակի սառնոտ ջուրը ամառվան որոշակի մարմնի տիպերին պիտադոշ այն իրանց համար օքեյ է, բայց սառցե ջուրը շատ սառը ջուրը, այդ ոչ մեկին խորհուրդ չի տրվում։ Ու 5-րդ նույնպես շատ կոպիտ սխալը ջուր խմելու հետ կապված, այդ է նա, երբ որ սնունդ ուտելու ընթացքում սխալ ենք ջուր խմում։ Երբ որ մենք սնունդ ենք ուտում, այդ նույնպես շատ կարևոր պահ է, նույնպես տարբեր տիպի մարդկանց իրականում տարբեր բան է խորհուրդ տրվում, վատադոշայի մարդկանց խորհուրդ է տրվում։ Եթե այս թեման շատ հետաքրքիր, խնդրում եմ մեկնաբանություններ գրեք, ես առանձին վիդեո կնվիրեմ մարդկանց 3 տիպերին, ամեն դեպքում վատա տեսակի մարդկանց խորհուրդ են տալիս ջուրը խմել ուտելուց հետո, բայց նույնպես ոչ շատ սառը ու ոչ շատ մեծ քանակությամբ պիտադոշայի մարդկանց համար խորհուրդ են տալիս խմել ուտելու ընթացքում, որովհետև իրանց կրակը ներսի շատ ուժեղ է, տենց մարդիկ հաճախ կարմրած են, բռնկվում են շատ, ինչ-որ ամբիցիաներ, բնորոշ այդպիսի մարդկանց առաջատարի որակներ, եւ ինչի որտեղ իրանց մեջ կրակը շատ է, տենց մարդկանց խորհուրդ է տրվում սնունդ ուտելու ընթացքում ջուր խմել, որպեսզի այդ կրակը մի քիչ հանգստանա, իսկ կապխալդոշայի մարդկանց համար խորհուրդ է տրվում ընդհակառակը սնունդ ուտելուց մոտ 30 րոպե առաջ ջուր խմել։ Ամեն դեպքում այդ նյուանսներ են, բայց կան ընդհանուր կանոններ, եթե ձեր տիպը իհարկե ճանաչեք, այդ շատ կօգնի թե ջուր խմելու թե բոլոր սննդակարգի հարցում, բայց ընդհանուր կանոնը այն է, որ ջուր խմել ուտելու ընթացքում մեծ քանակությամբ չի կարելի։ Ամենաշատը պետք է խմել նույնպես քիչ-քիչ կումելով ու ոչ մի դեպքում չի կարելի ուտելու ընթացքում խմել սառը ջուր կամ սառը ըմպելիքներ, պետք է լինի գոնե սենյակային ջերմաստիճանի, կարելի է օրինակ ինչ-որ թեյեր խմել քիչ քանակությամբ, հա, հատկապես օգնում է համեմունքներով։ Թեյերը կարող եք դա մի առանձին թեմա է ուսումնասիրել, իրանք մարսողության կրակը բարելավելու ու բալանսի բերելու հատկություն ունեն, բայց ամեն դեպքում նույնիսկ եթե սովորական ջուր ենք խմում, պետք է ֆիքսել, որ չի կարելի մեծ քանակությամբ ու չի կարելի սառը ջուր խմել ուտելու ընթացքում։ Այսպիսի 5 կետեր, որոնք որ ճիշտ չպահպանելու արդյունքում ջուրը, որը այդքան դրական բան է, որը կյանքը իրականում կարա մարդու համար վերածվի թույնի ու իր համար բուժման փոխարեն առողջական խնդիրների բերի։ 5 կանոնները նորից հիշեցնեմ, հետևյալն են. ամենաառաջինը, ջուր պետք է խմել ոչ թե ինչ-որ քանակությամբ, այլ պետք է խմել ըստ օրգանիզմի պահանջի, որը բոլոր մարդկանց համար տարբեր հանգամանքներից ելնելով տարբեր է։ Երկրորդը, խորհուրդ չեմ տալիս ջուր խմել կանգնած կամ ինչ-որ ուրիշ ստրեսային իրավիճակում, խորհուրդ եմ տալիս նստել հանգիստ ու գիտակցել այդ ջուր խմելու պահը, վայելել այդ պահը ու հետո արդեն անցնել մեր գործերին։ Երրորդը, խորհուրդ չեմ տալիս մեծ քանակությամբ ջուր խմել մի անգամից, հա, դա ոնց որ ասեցի, թույլատնում է մարսողության կրակը, խորհուրդ եմ տալիս խմել քիչ-քիչ քանակությամբ ըստ ծարավի հայտնվելու։ Չորրորդը, խորհուրդ չի տրվում խմել շատ սառը ջուր, սառցե ջուր, լավագույն դեպքում ամենաշատը ամենամարվա շոկ ժամանակ կարելի է խմել մի քիչ սառնոտ ջուր, բայց ոչ այն սառցանից հանած սառը ջուրը, ոչ շատ սառը ջուրը, միշտ պետք է այդ չափը պահպանել, հակառակ դեպքում շատ սառը ջուրը այդ նյութափոխանակության process-ները ամբողջությամբ կանգնեցնում է օրգանիզմում։ Նաև 5-րդը կարևոր է սնունդ ուտելու ընթացքում նույնպես այդ ճիշտ անել ու չխմել նորից սառը ու չխմել մեծ քանակությամբ ջուր, այլ ավելի ցանկալի է, եթե դուք ձեր տիպը իմանաք ու ըստ այդ տիպի պահպանեք ջուր խմելու կանոնները։